ընդհանրապես այդ երեխան զգում է ինչ իրավիճակում է իրան գրկող մարդը։ Երբ որ դու հանգիստ ես, ես մամաներին եմ ասում, երբ որ դուք հանգիստ եք, ձեր երեխան հանգիստ է։ Հետծննդաբերական դեպրեսիայի զարգացման պատճառներից ամենահիմնականը դա ինքնամեղադրական վիճակներն են։ Բացարձակապես պիտի խոսեինք ընտանիքի դերի մասին, բայց այսօր նաև մենք դրան զուգահեռ միգուցե մի քիչ ավել խոսում ենք նաև սոցիալական ցանցերի ազդեցության մասին։ Մարդը երբ է փորձում այլ տեղերից ինֆորմացիա, երբ որ ինչից ումից որ պիտի ստանա կամ ինչ որ տեղից որ պիտի ստանա, չի ստանում։ Դա նաև նրանից է, որ մենք մի փոքր երևի անվստահություն ենք առաջացրել, ինչ որ этаպներում ինչ որ բան բաց է մնացել։ Ավելի շատ կենտրոնանում են մասնագետները եւ նաև միգուցե կինը ֆիզիկական, ֆիզիոլոգիական process-ների վրա, քան հոգեբանական։ Մոռանում ենք, որ մենք ունենք կին, որը ծննդաբերել է բավականին բարդ շրջանի միջով անցել ու իրան պիտի հոգեբանական ու ոչ միայն հոգեբանական շատ լուրջ աջակցություն։ Առաջին հանդիպումից եւ խոսքից արդեն հասկանում ես, որ այստեղ ավելի շատ հոգեբանական խնդիր կա, քան ֆիզիկական ինչ որ խնդիրներ ունենք։